բոլոր լրատվամիջոցներին, լրագրողներին այս մեղմ ասած ոչ բարենպաստ եղանակային պայմաններում այս ակցիան լուսաբանելու համար։ Էլի երկու բառով, ամփոփենք ինչի համար են այս մարդիկ այս նորից ցուրտ ձյունառատ օրը հավաքվել։ Շատ խորհրդանշական, շենքի առաջ, եվրոպական արժեքների իրավունքի խորհրդանշական իմաստով Եվրոպական միության ներկայացության առաջ, որովհետև ինչպես գիտենք, ինչի ենք բոլորս սիրում Եվրոպան, բացի բարեկեցությունից, բացի ավելի լավ պայմաններից, դա երևի ամենակարևոր հանգամանքներից մեկը այն ազատություններն են ու իրավունքներն են, որոնց եւ փիլիսոփայական միտքը եւ մեծ հաշվով օրենսդրության հիմնական այդ կորիզը ձևավորվել է Եվրոպայում, այնուհետև կիրառվում է նաև կամ փորձում են կիրառվել նաև ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ հայտարարում են, բայց չեն կիրառում։ Հիմա քանի որ Եվրոպական միությունը, եվրոպական երկրները այդ հանձնառությունը ունեցել են միշտ, գոնե մինչև այս պահը, որ իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները, Եվրոպական կոնվենցիայով վերաշխավորվող իրավունքները պաշտպանում են ինչպես իրենց երկրներում, այնպես էլ փորձում են աջակցել մնացած երկրներին այդ հարցերում։ Ըստ ներունեցած փորձերի քննադատում են իշխանություններին, նախկինում գոնե քննադատում էին, երբ որ այդ սահմանները անցնում են։ Հիմա այս մարդիկ եկել են ստե հիշացնելու հենց եվրոպական երկրների եւ Եվրոպական միության այդ հանձնառության մասին։ Որևէ այլ պետություն, որը նման հանձնառություն չի վերցրել, մենք նման պահանջով չենք կարող գնալ, նման բարձրաձայնումներ չենք կարող անել։ Բայց այսօր ունենք իրավիճակ, երբ որ երևի թե նորանկախ պատմության ընթացքում ամենաշատ քաղաքական մարդիկ են անազատության մեջ, քաղաքական թեմաներով, անգամ մարդիկ, որոնք քաղաքական չեն, օրինակ մեր սրբազանները, իրանց մեծ մասը եւ հոգեվորականները, բայց քաղաքական հետապնդման են ենթարկվում, այսպիսի աբսուրդի մեջ են կապրում։ Մենք եւ Խաչիկ Գալստյանի, եւ Արամ Քոչարյանի, մնացած տարբեր քաղբանտարկյալների ում նկարները այստեղ կան, ում նկարները գուցե չկան, բայց նույնպես նրանք քաղբանտարկյալ են, իրավունքների պաշտպանության խնդիրն ենք բարձրաձայնում եւ բարձրաձայնելու ենք։ Որևէ պատճառ չկա, որ այդ մարդիկ պետք է լինեն Իհարկե, որևէ մեկը պետությանը չի կարող արգելել իրականացնել քննություն, որը պետք է լինի օբյեկտիվ, եւ դատաներին հնարավորություն տալ այդ քննության արդյունքում իրականացնել արդարադատություն հետազոտված ապացույցների հիման վրա։ Բայց մարդկանց ազատությունից զրկել նմանատիպ օդից վերցրած որևէ իրական հիմք չունեցող հանգամանքներով, որևէ այլ ձև քաղաքական հետապնդումն է եւ այդ մարդկանց եւ մեր հասարակության ընդհանուր առմամբ վնաս հասցնելն է, որևէ այլ նպատակ չկա։ Նորից, այս իշխանությունը, այո, նպատակ է հետապնդում տարբեր քաղաքական ուժերից, տարբեր մարդկանց վերցնելով, անազատության մեջ պահելով, խափանել ըստ էության ժողովրդավարության ընթացքը, հնարավորություն չտալ այդ քաղաքական ուժերին իրենց ընտրողների իրավունքները իրացնել եւ առօրյայում եւ գալիք խորհրդարանական ընտրություններին եւ դրանով է պայմանավորված նաեւ աղագնացող քաղաքական հետապնդումները։ Ձեր հաջորդիվ քայլերը որոնք են լինելու նամակը հանձնելուց հետո։ Նայեք, այս նամակի հանձնումը այսօր, այս բարձրաձայնումը մի շարք այլ քաղաքական ակցիաների, խոսքի, բարձրաձայնումների ինչ-որ մի մասն է, մեկ քայլն է։ Այսինքն մենք սպասենք իհարկե, կտեսնենք արձագանք կլինի, չի լինի, այդ մասով իհարկե նաև հանրությանը կտեղեկացնենք, բայց անկախ նրանից կլինի այդպիսի արձագանք, կլինի դրական, կլինի բացասական, պայքարը քաղբանտարկյալների ազատության համար շարունակվելու է, որովհետև այս մասով ես կարծում եմ որևէ քաղաքական ուժ, հատկապես ընդդիմադիր հակասություններ չի կարող ունենալ եւ չպետք է ունենա։ Մենք ունենք նաև համապատասխան պատրաստված նամակ ուղերձներով, որը պետք է հանձնենք ներկայացուցիչներին կառույցի։ Հասկանանք հեսա ու մոտա գտնվում նամակը մեր թիմակիցներից Ընդհանուր առմամբ տեսեք, մենք բարձրաձայնում ենք, ինչպես տեսնում եք, բոլոր քաղաքական բանտարկյալների հարցը։ Մենք այո հատուկ շեշտում ենք այսօր Խաչիկ Գալստյանի, Արամ Քոչարյանի հարցը, որովհետև այդ մեր պարտքն է, մեր կուսակիցներն են։ Մենք այո իրենց անունը գուցե առաջինը նշելով շարունակում ենք այս բոլոր մարդկանց պատկերներով եւ անուններով եւ միանում ենք բոլոր այն անձանց, որոնք նաեւ իրականացնում են իրավունքի պաշտպանություն, բարձրաձայնում են իրավունքների խախտման մասին, նաեւ այլ անձանց մասով։